Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջատարներ Յուրամ Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը, ինչպես նաև դարպասապահ Գևորգ Կասպարովը հավաքականի կազմում այլևս չեն խաղա։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն անձամբ է արգելել նրանց հավաքական հրավիրել։ Ֆուտբոլ Պլյուսին տված հարցազրույցում Հայրապետյանը հայտարարել է, չնայած բարձր խաղային որակներին, այս ֆուտբոլիստները հավաքական էին գալիս զվարճանալու։ Հավաքականը պարտվում է 0-3 հաշվով, ֆուտբոլիստը նստում է ավտոբուս, ատամները մինչև ականջները բացում, ինչի համար է ուրախանում։ Դավաճանությունը միայն խաղ վաճառելը չէ, դու գալիս ես հավաքական, տեղ ես զբաղեցնում, ասում ես պատրաստ ես, բայց չես խաղում։ Լավ, եթե Յուրամ Մովսիսյանի հարցում մենք ենք մեղավոր, բա Մոսկվայի Սպարտակից նրան ինչու հեռացրին։ Բոլորը տեսել եք, նա ֆուտբոլ է խաղացել վերջին 2 տարում։ Իհարկե ոչ։ Անցած տարեվերջին Ազատությանը տված հարցազրույցում Հայրապետյանը պնդել էր, որ չի միջամտում մարզչի աշխատանքին, իսկ նման լուրեր տարածողները փորձում են իրեն վարկաբեկել։ Նույնիսկ շեշտել էր, նման բան անելն իր համար անբարոյականություն է։ Հավաքականի նորանշանակ մարզիչն էր վստահեցրել Ազատության հետ զրույցում, որ եթե անգամ նման մի շշուկ լինի, թե Հայրապետյանը միջամտում է իր որոշումներին, հրաժարական կտա։ Այսօրվա հարցազրույցում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն արդեն հայտարարում է, ոլորտի թիվ 1 պատասխանատուն ինքն է և պարտավոր է միջամտել հավաքականի գործերին։ Նրա խոսքով գլխավոր մարզիչը փորձել է հավաքական հրավիրել Մովսիսյանին, Արզումանյանին և Կասպարովին։ Մարզիչը ցանկացել է տեսնել բոլոր 3 ֆուտբոլիստներին, պարզապես ես եմ արգելել, որ նրանք ոտք դնեն հավաքական։ Իհարկե, մարզիչը կուզենար այդ խաղացողներին, բայց սկսենք նրանից, որ Ռոբերտ Արզումանյանը հայտարարել էր, որ ինքը հրաժարվում է հավաքականից։ Բայց ես դրանից 3 ամիս առաջ եմ ասել, որ նա հավաքականում չի լինելու։ Ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարապողոսյանը կարծում է, որ Հայրապետյանի այս որոշումը բացասական կանդրադառնա հավաքականի խաղի վրա։ Շեշտում է, հավաքականի կազմը մարզիչը պետք է որոշի։ Մեկնաբանը վստահ է, եթե ֆուտբոլիստները նվիրված չէին, նրանց կարելի էր այլ ձևով պատժել, բայց ոչ 3 առաջատարներին միանգամից հեռացնել կազմից։ Դե արժևի գծում Յուրամ Մովսիսյանն էր լավագույն դարպասապահ, գործող դարպասապահներից Կասպարովը, գործող պաշտպաններից մյուսներին առանց նեղացնելու եւ վիրավորելու Ռոբերտ Արզումանյանն, ստացվում էր 4 օղակներից, խաղային օղակներից 3 առաջատարները չկան։ Մարտի 25-ին մեր թիմը Բելարուսի հետ է մրցելու։ Սա նաև դարպասապահ Բերեզովսկու հրաժեշտի խաղն է։ Ակնկալվում էր, որ հետո դարպասապահ կդառնար հենց Կասպարովը։ Դարպասապահներ ունենք, ուղղակի գտնվում են խոստումնալից եւ հավանական խոստումնալից մակարդակի վրա։ Հնարավոր է, որ դառնան նույն Կասպարովից եւ նույն Բերեզովսկուց ավելի լավը երիտասարդներից մի քանիսին չառանձնացնեն, որպեսզի ավելորդ գովազ չլինի, բայց այն, որ Կասպարովը այսօր լիարժեքորեն թիվ 1-ն է եղած հայ դարպասապահներից, կարծում եմ միանշանակ դա պետք է ընդունել։ Ֆեդերացիայի նախագահի հրաժարականը պահանջող երկրպագուների Ֆաֆակումն էլ, որին Հայրապետյանը մեղադրում է քաղաքական ինտրիգների համար, ևս քննադատում է ֆուտբոլիստներին հավաքականից հեռացնելու որոշումը։ Սերգեյ Ջանջոյանը կարծում է, որ Հայրապետյանը դեռ կփոշմանի այս որոշման համար։ Նա հիշեցնում է, որ բարձր կարգի մարզիչ էին պահանջում նաև այն պատճառով, որպեսզի Հայրապետյանը չմիջամտեր որոշումների կայացմանը։ Եթե մարզիչը լուրջ մակարդակի խարիզմատիկ է, նույնիսկ անգամ չի թույլատրի, որ ինչ-որ մեկը խառնվի իր գործերում եւ ինչ-որ մեկը որոշում կայացնի իր փոխարեն։ Դա տեղի չունեցավ եւ այսօր դրությամբ ունենք այս վիճակը, պետք չի զարմանալ։ Հետագայում կարող են այս ֆուտբոլիստների շարքը ավելի ընդդիմել, ես չեմ բացառում եւ վիճակը իհարկե լավագույններից չի եւ ես չեմ կարծում, որ այս կերպ հնարավոր է հավաքականում ինչ-որ լավ մթնոլորտ ստեղծել։ Թե երկրպագուները եւ թե ֆուտբոլային մեկնաբանը կարծում են, որ այս կազմով Հայաստանի հավաքականը աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլը անցնելու հնարավորություն գրեթե չունի։